Թաթուլ չեմ նվագում, Սպիտակցի Հայկո չեմ նվագում։ Ինչն է ռաբիզը, օրինակ Թաթա Սիմոնյան, Արամ Ասատրյան։ Իրանք ոնց որ մեր հայկական երաժշտության մեջ կլասիկա է համարվում։ Լով դե այդ չէ էլի։ Այդ սահմանը ոնց եք պահում։ Բոլորը պարում էին շողշողուն։ Այս կարգի երկերի տակ, որոնք իրականում ես շատ եմ հավանում, ես եւս պարում եմ այդ երկերի տակ։ Մեզ չեն ընդունում որպես երաժիշտ։ Ինչի՞ են այդպես թույն շնչում միմյանց հանդեպ դիջեյները։ Պրոբլեմը գալիս է ոչ երաժիշտ դիջեյներից։ Ինչով են մեր տեղի հայ դիջեյները զիջում արտասահմանցի դիջեյների։ Իմ կարիերան ստեղծվել է սոցցանցով։ Եթե ես չունենայի բլոգ, ես չէի լինի դիջեյ։ Գներից խոսենք, Հասմիկ։ Արդարացված են գները։ Հա։ Թեմայի մեջ։ Բացում ենք թեման բոլոր կողմերից։ Հայկական փարթիներ, փարթիների փլեյլիստներ եւ այս ամեն ինչին խառնված բժիշկներ։ Շատ խառը թեմայի մեջ ենք։ Քանի որ Այդան այդ արդեն փոքրիկ հուշում արեց, ես ներկայացնեմ մեր հյուրին բժշկականի 6-րդ կուրսի ուսանողուհի Հասմիկ Օհանյան եւ DJ Helium։ Նրան այսպես են անվանում, հասարակության լայն շրջաններին հայտնի է որպես DJ Helium։ Այո։ Հարցը այսպեսին է. եղել է հոբի, թե միանգամից ձևավորվել է որպես մասնագիտություն եւ գումար վաստակելու հրաշալի տարբերակ։ Իրականում ինքը ձևավորվել է որպես մասնագիտություն, ես հենց մասնագիտանալու ու մեջ խորանալու նպատակով եմ սկսել դիջեյինգով զբաղվել, ինքը երբեք հոբի չի եղել։ Հրաշալի։ Անունից զգացվում է, չէ, որ քիմիայի կենսաբանության հետ սերտ կապ ունի։ Բժշկականի 6-րդ կուրսի ուսանողուհի, մարտով ավարտում ես տարի։ Ոնց է համատեղվում դասերին զուգահեռ այս ամեն ինչը։ Իրականում շատ դժվար է համատեղել ժամանակային առումով, բայց ոչ հոգեպես, որովհետև բժշկական համալսարանում ես ահավոր շատ սթրես եմ ստանում, որը միտեղ պետքա կոմպենսացնել ու այդ էներգիան հանել։ Փոխանցում է հանդիսատեսին։ Ցերեկները չգիտեմ, արյուն, վիրահատություն, մորգուն պրակտիկա, երեկոյան փարթիներ։ Այո, DJ Helium-ի հետ տժում ենք բոլորս։ Լավ։ Օրվա սթրեսը այդ օրվա փլեյլիստի վրա ոնց է ազդում։ Ոչ մի տիպի փլեյլիստի վրա չի ազդում, իրականում այդ սթրեսը, որ ես ապրում եմ, բժշկական համալսարանում շատ ճնշված եմ ես լինում, գալիս եմ նվագելու ու ես այնքան էներգիա եմ մարդկանցից ստանում, որ կարելի է ասել մոռանում եմ, որ ես ցերեկը ինչ որ սթրեսի մեջ եմ եղել համալսարանում։ Իսկ ապագայում ոնց ես պատկերացնում բժիշկ ցերեկը բժիշկ հետո ակումբում DJ։ Ես հիմա եմ արդեն տենց գրաֆիկը բաժանել, շաբաթվա աշխատանքային օրերին ես բժիշկ ուսանող եմ, ուրբաթ-շաբաթ կիրակի ես արդեն DJ եմ։ Լավ, ինչպես ասում են հումորը հումոր, բայց դասը դաս, եկեք վերադառնանք մեր թեմային։ Ո՞րն է այսօրվա DJ-ինգի ոլորտի ամենալուրջ խնդիրներից մեկը։ Մեզ չեն ընդունում որպես երաժիշտ։ Մեզ ընդունում են որպես մարդ, ով գալիս է մեր փարթին, փոխում է երգ, բայց մեզ չեն ընդունում որպես երաժիշտ։ Որտեղից է գալիս խնդրեմը։ Խնդրեմը գալիս է ոչ երաժիշտ DJ-ներից, որովհետև սֆերան ահավոր շատ մեծ է ու սֆերայում լիքը մարդ կա, ովքեր որ զուտ մտել են այս սֆերա, պրям փող աշխատելու համար, ոչ թե իրանք մտել են այս սֆերա, որ առաջ գնան, պրոֆեսիոնալ դառնան, հասնեն միջազգային բևերի։ Մենք շատ քիչ ենք, ովքեր որ ձգտում են այդ միջազգային բեմերին, ովքեր ձգտում են էլեկտրոնային երաժշտության մեջ ինչ-որ մի բանի հասնելուն, իսկ այն մնացած sense ստվար միած զանգված կա, որ իրանք հարսանիքի DJ են տեսել, հետը sense ոնց որ խոսացել են, բա sense ախպեր ինչքան ես աշխատում, բա ոնց բա sense մոտը սովորել են ու իրանք прям հարսանիք YouTube-ով երգ են միացնում։ Ահա։ Եկեք կոտրենք այդ միֆը։ Ինչ է DJ-ինգը։ Ինչ է հարսանիքի DJ։ Չէ, եթե դա անցալվում է, որ երաժշտություն փոխելը չի, փաստացի։ Բնականաբար։ Մենք այն մարդիկ ենք, ովքեր յուրաքանչյուր իվենթի ժամանակ պետքա ստեղծի տրամադրություն։ Մենք պետքա մտնենք տարածք ու հասկանանք ինչ մարդ կա, ինչ տեսակի մարդիկ են ստեղ ու ինչ երաժշտության տակ իրանք կպարեն։ Մենք պետքա միանգամից անալիզ անենք։ Այդ ոնց է աշխատում այդ ռենտգենը։ Ոչ բժշկական պատասխան եմ ես խնդրում։ Դե անում ենք սոնո։ Սկզբից Դա է մերտե։ Չէ, իրականում քիչ ավելի շատ հոգեբանություն է։ Ես կարողա սկզբից warm-up անեմ, այսինքն թեթև երգեր դնեմ, որ sense կամացից հանեմ պարելու իրանց։ Բայց այդ warm-up-ի ընթացքում արդեն դու անալիզ ես անում, ով որ երգի տակ շարժվեց,
որի տակ իրանք ավելի շատ շարժվեցին ու դրա դու ոնց որ քո համար առանձնացնում ես միացեն ժանր, որի տակ որ հիմնական մասը պարում է։ Նեշի ես մի անգամից մտնում եմ իվենթի տեղ, գիտեմ ինչ եմ նվագելու։ Ես առաջի 3 երգը տարբեր ժանրեր եմ դնում՝ հայկական, ռուսական, ամերիկյան։ Փորձում ես բռնել խայծը։ Փորձում եմ բռնեմ, որի տակ եմ պարում, որի տակ որ իրանք սենց հելան սկսեցին պարել, ուրեմն այդ գծով էլ շարունակում։ Այսինքն ես ճիշտ եմ հասկանում, արի մետ ամեն ինչ իրերը կոչենք իրենց անունով։ Այսինքն հաճախ եւ կարելի ասել մեծամասամբ դեպքերում մասան թելադրում է DJ-ին, չասեմ ճաշակ, բայց ոչ։ Ճիշտ եմ ասում։ Կախված է նրանից, թե որտեղ ես նվագում։ Եթե դու նվագում ես մեկի առանձին իվենթին, որտեղ որ իրանք քեզ կանչել են, որ դու ապահովես տրամադրություն, ապա այո, ինչ որ չափով իրանք թելադրում են դու։ Այսինքն ստացվում է, որ ամեն դեպքում ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտություն։ Ընդհանրապես տենց է եղել միշտ այդ ջան։ Բայց երբեմն վստահաբար կան նաև մասնագիտական բառն եմ ուզում ճիշտ ընտրեմ, խոչընդոտումներ, ավելի ճիշտ ընդվզումներ, չէ։ Ես ուզում եմ այս նվագել։ Հա, որ լավ դե այդ չէ էլի, այդ սահմանը ոնց եք պահում։ Սենց դեպքերում մենք ֆիլտրում ենք մեր հաճախորդներին, այսինքն ես իմ հաճախորդին զգուշացնում եմ հասկներս էլի քո նաուշնիկների մեջ ուզում դարա է միացրած։ Չէ, դաշ։ Պարում ես ցավը տանել, աթոռը շատ է գնում, փորձի նստես։ Փորձի նստես։ Հա, ես հիմնականում իմ բոլոր հաճախորդներին զգուշացնում եմ, որ ես այս չեմ նվագում, այս չեմ նվագում, այս չեմ նվագում։ Որոնք են այդ SSS-երը։ Մի հատ խնդրում եմ ասա զուտ հետաքրքիր է։ Այդ էսը, մի հատ էսը, այդ ռաբիզն է։ Ես ռաբիզ չեմ նվագում։ Ինչն է ռաբիզը։ Օրինակ Թաթա Սիմոնյան, Արամ Ասատրյան։ Իրանք ոնց որ մեր հայկական երաժշտության մեջ սենց կլասիկա է համարվում մարդկանց կողմից, չես կարա դու։ Թաթուլ օրինակ։ Թաթուլ չեմ նվագում, Սպիտակցի Հայկո չեմ նվագում, այնտեղ Բայց ինչի 1 2 3 4 հանիկ նինարը։ Հիմա չփարը։ Թաթուլի մայացին։ Լավ, բայց դու վստահաբար դրանով կորցնում ես ինչ որ հաճախորդների եւ լսարան։ Այդ սահմանը ոնց ես պահում։ Իմ հաճախորդը ինձ գտնում է։ Այսքան ժամանակ չի եղել տենց մի հատ հաճախորդ, որին որ ես այդ ցուցակը գրեմ ինչ որ ես չեմ նվագում, ինքը դրանից հետո ասի լավ դե որ չեք նվագում, մենք չենք աշխատում։ Իրանք կարդացել են ու 90% դեպքերում առաջին նամակը որ իրանք գրել են մենք հենց դրա համար ենք ձեզ դիմել, որովհետև գիտեն որ ես չեմ անելու այդ ինչ որ ես չեմ անում ու իրանք էլ չեն ուզում որ ես այդ անեմ։ Հաս մի դեպք պատմեմ, զուտ մտածում կաղա հետաքրքրի ձեզ։ Ուրեմն ինձ կանչեցին ծնունդ վարելու, ասին միայն դասական երաժշտությունը լինելու մեզ մոտ։ Հիմնականում մարդիկ այդպես նստելու են չիլ վիճակը լինելու։ 4 բաժակից հետո podcast մեկցին։ Ժամը 8-ին DJ-ը գլխարկը հանեց, իսկ ինքը DJ էր, այսինքն մարդը որ ուներ կրթություն եւ իր պուլտով սիրուն այդ ապարատուրան հավաքել եկել նստել էր որ նվագեր։ Բոլորը պարում էին շողշողուն։ Այս կարգի երկերի տակ, որոնք իրականում ես շատ եմ հավանում, ես եւս պարում եմ այդ երկերի տակ, տժում եմ այդ երկերի տակ, երբ որ հարսանիք է լինում, բայց դե հիմա մարդիկ ասել են որ պետք չի։ Հետո փոխվեց։ Հիմա օրինակ ըստ ձեզ այդ DJ-ը ինչ պետք է աներ։ Պետք է վերցներ իր վեշերը եւ գնար, թե օրինակ ասեր դե հիմա մարդիկ այդ են ուզում։ Դե իրականում իմ հետ էլ է տենց եղել, ինձ կանչել են իվենթի, ինձ ասել են դե հիմնականում տենց house-ոտ պահի, որովհետև այս ինչ տեղի տերերն են, սենց չիլ վիճակներ է իրանց մոտ լինելու, պրամ չեն պարելու եւ այլն, ու մեկ էլ հենց այդ մարդը ում ծնունդներ ինքը անձամբ եկել ինձ ասել է, որ դու սկսի ոբշում տժժեցնել, մենք ուզում ենք պարենք ու հիմնական հայկականի տակ եմ պարել։ Ես բոլոր տեսակի սիտուացիայի ելքերը իմ մոտ միշտ ունենում եմ։ Ես ունենում եմ ֆլեշկաներ թե հանգիստ երգերով, թե այդ տժիկ երգերով, այսինքն նենց չի որ ինձ ասում են էս ստեղ լինելու է մենակ էս ու ես այդ մենակ այդ վերցնում գնում եմ, որովհետև ես գիտեմ, եթե իրանք կանչել են DJ, ուրեմն իրանք կանչել են պարելու համար, ինչքան էլ ուզում եք ես կողքից ասեմ, որ դե մեր մոտ չի լինելու, սենց չիլնելու։ Եթե DJ-ին կանչել չիլնելու։ Ես լսել եմ տարբեր ոլորտների դաժան մրցակցային վերաբերմունքների մասին։ Սարսափելի, ես գիտեի, որ սարսափելի է դերասանների մոտ, բայց այս ամբողջ մոնիթորինգը անելուց հետո հասկանում եմ, որ սարսափելի է ամենահեշտը երևի դերասանների մոտ է։ Սարսափելի է պարողների մոտ, սարսափելի է եւ այլն։ Հիմա ուզում եմ մի փոքր խոսես DJ-ների ներքին
կուլիսային կյանքի եւ ներքին կոնֆլիկտների մասին, այս ներքին գզվրտոցների մասին։ Ինչա կատարվում։ Ինձ ստիպել են։ Անձնագիրը պահում են։ Բայց անկեղծ ինչ են այտենց ներողություն 1000 անգամ ներողություն արտահայտությունս թույն շնչում միմյանց հանդեպ DJ-ները։ Տեսեք, ինձ թվում է դուք շատ սխալ մարդկանց հետ եք շփվել, ովքեր որ ձեզ հետ պատմել են։ Հիմնականում DJ-ների մեջ կա մի հատ զանգված, ովքեր որ մնացածին համարում են որպես մրցակից եւ կոպիտ ասած ոտի տակ եմ փորում։ Ես եղել եմ մտել եմ ինչ-որ միտեղ նվագելու լայնափում, ինձ կանչել են առաջի օրը լայնափ նվագելու, հետո արտ դիրեկտորը, որ այնտեղ գրում էր լայնափ, որոշել է, որ չի ուզում, որ ես այնտեղ լինեմ, ու ինքը ինձ հանել է պրոստը լայնափից։ Ես տիրոջ հետ խոսում եմ, ինքը ասում է արտ դիրեկտորն է տենց որոշել, ես կապ չունեմ։ Հիմնականում ու արտ դիրեկտորները, որ լինում են DJ-ներ, մենք իրանց գործին խփում ենք, որովհետև որ բացեք լյուբոյ տեղի լայնափ նայեք, որտեղ որ արտ դիրեկտորը DJ-ա, շաբաթ ունի 7 օր, 7 օրվա մեջ 4 օր եւ ավելին այդ մարդն է լայնափում, այսինքն ուրիշ DJ չի նվագում այնտեղ կամ իր մոտիկ ընկերներն են նվագում։ Դա ինչ կանչում նվագելու այնտեղ։ Կանչում ուղղակի որ գործից հանեն, այսինքն ինչ հաճելի բան է։ Դե ոնց որ դու տիրոջ հետ խոսում ես, տերը արտ դիրեկտորին ասում է, ոբշի մեզ մարդուն ես ուզում եմ, որ ինքը մեր մոտ նվագի տենանք, ոնց է լինում, դու նվագում ես ու ինքը տենց որոշում է, որ էլ չի ուզում քեզ կանչի, այդքան բան զուտ։ Իսկ ինչ վերաբերվում է մեր գզվրտոցներին, մենք չունենք գզվրտոցներ, ես ոչ մեկի հետ գզվրտոց չեմ ունեցել այսքան ժամանակ ու ինչքան DJ ունեցել եմ ես ծանոթ, բոլորը ինձ ահավոր support են արել, որ ես գինոֆեստին նվագել եմ փոքր բեմերում, բայց նվագել եմ, դա իմ առաջի ամենամեծ բեմն է եղել, որ ես նվագել եմ իմ DJ ընկերների շնորհիվ։ Եթե իրանք չլինեին, ես գինոֆեստ չէի հասնելու։ Մենք թույն չենք շնչում իրար հանդեպ, ուղղակի կան մարդիկ, ովքեր որ ստեղծում են այդ լարված միջավայրը, մենք էլ տեղերում կա բոլոր ոլորտներում։ Okay, մարդիկ որոնք։ Եկեք խոսենք հայկական փարթիների playlist-ի փոփոխություններից, տրանսֆորմացիայից։ Եկա այդ փոփոխությունը ավելի ճաշակով երաժշտություն պատվիրելու փարթիների ձևաչափը փոխվի այնպես, որ ավելի դուրեկան լինի։ Հա, իրականում հիմա ես ու իմ պես լիքը DJ-ներ փորձում ենք այդ իվենթներին հարսանիք ծնունդ եւ այլն որ գնում ենք, փորձում ենք մենք sense playlist-ը թեքենք դեպի ավելի որակողմի կողմ ու ստացվում է, ասեմ, ինձնից այսքան ժամանակ չեն եկել ասել քուրս դե մի հատ թաթուլ դիր կամ տես ինչ-որ բան չի եղել, որովհետեւ այն playlist-ը, որ ես նվագում եմ, ինքը համակարգված է, ինքը համ ունի ռուսական, համ ունի հայկական, համ ունի pop, դրսի pop, լատինո էլ ամեն ինչ կա ու իրանք ոնց որ այդ ամեն ինչը որ ստանում են, իրանք էլ ինչ որ բանի կարիք չեն ունենում։ Օրինակ հենց այդ Սարոյի Գոհարը իրանք մոտ փակում է այդ պահանջարկը Արամաստրան լսելու, վсё, իրանք հայկականը parեցին, այնտեղ տարանտարանա եւ այլն առնի հենց երկերնա, վсё, իրանք մոտ հայկականի պահանջը փակվում է, վсё, իրանք էլ հայկական չեն ուզում։ Այսինքն պետք է ամեն ինչ հավասարակշռված ու համակարգված լինի playlist-ի մեջ, որ չգան քեզ անդադ էսել դիր չեն անում տենց։ Լիցենզավորման հետ կապված վերջերս քննարկումներ էի տեսնում, դուք առնչություն ունեք այս թեմային եւ մտահոգություններ որ ոլորտում բժշկական թե չէ, այսօր որպես DJ եք մեզ մոտ։ Չէ, ինչ որ տենց Թե չէ, մեջքս նենցած հավը։ Թե չէ, սիրով, հա։ Չէ, DJ-ինքի մեջ ինչ որ լիցենզավորված բաներ հələ որ չենք լսել, բայց ես հենց ամենասկզբից AD եմ բացել, որ հարկային հետ ոչ մի խնդիր չունենամ։ Ինչ խնդիրների են բախվում հայ DJ-ները, երբ որ դուրս են գալիս միջազգային շուկա։ DJ-ները իրականում շատ են հիմա, թե մեր երկրում, թե դրսում, մենք ամենաառաջինը այդ մրցակցությանն ենք հենց բախվում, որ միշտ այլընտրակ կա, այսինքն դու պետքա մի հատ շատ վառ կերպար լինես, որ քեզ ընտրեն այդքանի միջից, որովհետև լիքը մարդ կա, որ ինքը արժանի է այդ տեղում լինելու, ու առաջի հարցը, որ դու ինքդ պետքա քեզ տաս, խի քեզ ընտրեն իրանք։ Հարցը է դա էլի, եթե դու աշխատում ես համ PR-ի վրա, համ քո սեթերի վրա, համ քո կերպարի վրա, հիմա ավելի շատ կերպար են ուզում, քան թե մասնագետ։ Ես ուզում ասեի, ինչ որ դարձել է բան, դարձել է ներկայացում։ Շոու ավելի շատ։ Մի քիչ էլ հավես է, որ օրինակ թեմատիկ են հագնված գալիս, հենց ինքը Արնին, օրինակ, չէ՞, ինքը միշտ այնքան հավես հագուստներով ու կերպարներով է ներկայանում։ Դե այդ օրինակ իրա ֆիշկան է, հիմա դա անում է ինքը եւ ուրիշ ոք չի անում։ Աշխարհում էլ շատ տարածված են, որ հետաքրքիր կերպարներ են ընտրում։ Հա, հիմնականում այդ տենց է, Արնի ֆիշկան է դա, այսինքն լյուբոյ DJ պետք է ունենա իր ֆիշկան, թիխի են իրան կանչում։ 3 ֆավորիտ DJ կասես հայ իրականությունից եւ համաշխարհային իրականությունից։ Հայերի մեջ շատ սիրում եմ Արնին, դուք որ նշեցիք, ինքը պրям sense առանձնանում է իր ոճով, outfit-երով եւ ամեն ինչով, իրա միշտ կարազնայես չհոգնես իրան նվագելուց, կառանձնացնեմ մեր երիտասարդ DJ-ներից Էկային, Խալափյանեդը։
ինքը ասենց прям շատ cute տղա է, իրան շատ եմ սիրում, պլյուս շատ լավ է նվագում։ Երրորդն էլ Միլուշին կառանձնացնեմ, DJ Միլին։ Շատ Սահակյան Միլանի մասնավ։ Այո, շատ սիրուն աղջիկ է ինքը, շատ սիրուն է նայվում պուլտից, որպես մարդ էլ է շատ լավ է ինքը։ Իրոք շատ լավ է։ Մասնագիտական բայց բան չասեցիր։ Չէ, մասնագիտորեն էլ է ինքը շատ լավը, չեմ ասի, прям ինչ որ վատ մասնագիտական կачественներ ունի, լավն է։ Ինքը շատ լավն է։ Հասկացանք։ Մինչելուց Միլանը պարող է։ Հա, ու պարող է ինքը։ Պրոֆեսիոնալ պարուհի է։ Ինչով են մեր տեղի հայ DJ-ները զիջում արտասահմանցի DJ-ներին, ինչ ունենք սովորելու, որ մի քիչ ավելի բարձրացնենք մակարդակը DJ-ինգի։ Երևի թե ավելի շատ ունենք սովորելու իրանցից պրինցիպներ, որովհետև եթե միջազգային DJ-ը որոշեց, որ ինքը նվագում է EDM ոճի մեջ, ինքը նվագում է EDM ոճի մեջ, ինքը չի գնա նվագի event, տարբեր ոճերի, pop եւ այլն, ինքը նվագում է տեխնո, ինքը նվագում է տեխնո։ Այսինքն ես այս սֆերա մտել եմ Latin house ոճով, բայց Պարզվում է, որ ես Latin house հիմնական չեմ նվագում, որովհետև նվագում եմ նաև event-ներին։ Մեր մոտ այդ տենց հա մենք պետքա ամեն ինչ նվագենք, որ sense միանգամից առաջ գնանք։ Եթե մենք մենակ մի բան անենք, մենք մնալու ենք նույն տեղում։ Այդ իմաստով ինչքանով են օգնել սոցիալական ցանցերը DJ-ներին կարիերա ստեղծելիս։ Իմ կարիերան ստեղծվել է սոցցանցով։ Եթե ես չունենայի բլոգ, ես չէի լինի DJ-ի։ Ինձ ոչ մեկ չէր իմանա, որ ես DJ եմ, որովհետև շատ լավն էր ինքնահեգնանք եւ իրոնիալ ծիծաղի տեսքով։ Եթե չունենայի։ Բայց դու հասկանում ես, մենք ամեն անգամ հենց թեմայի մեջ հյուրերի հետ համոզվում ենք ինչքան կարևոր է փաթեթավորումը սոցցանցերում եւ վատ բառ է, բայց վաճառվում է անձի բրենդը իսկապես, եթե ճիշտ ես փաթեթավորում։ Ավելին ասեմ, ես որ մենակ անձի բրենդն է վաճառվում, շնորհակալություն։ Իսկապես մենակ անձի համաձայն եմ։ Ես որ նոր էի սկսել, ես ակտիվ միքսեր էի տեղադրում Edge-ում ու կես միլիոն, 100,000 դիտում, տենց լավ դիտումներ էր հավաքում ու մի օր ինձ ինչ-որ project-ից կանչեցին, տիպը մենք քեզ ուզում ենք մեր project-ում տենանք, զուտ վիդեոս էին տեսել, դուրները եկել էր այդքան բան ու ես հենց okay։ Սա արել ինչ արել իմ հետ։ Ոնց էիր մտել DJ-ություն։ Որ ասում եմ project-ից ինձ կանչել էին, իրանք ինձ կանչեցին որպես իրանց project-ի նոր DJ բան, sense ես գնում եմ այնտեղ, նվագում եմ, բայց իպը դու հələ սովորելու բաներ ունես sense բան, դե ես չեմ հերքում, ես ունեի սովորելու բաներ, բայց դե ոչ այնքանի որ չուղարկեին ինձ event-ների։ Հետո ինձ լիքը լավ տեղերից իմ բլոգին գրում են, բայց մինչև այդ ինձ պարտադրում են այնտեղ, որ իպը մենք քո պրոդյուսերն ենք ու երբ որ քեզ քո բլոգով կլինի աշխատանքի առաջարկ մենք պիտի թույլ տանք։ Մենք մեր հետ պետք է խոսեմ, այսինքն մեր համարն է տալիս, զանգում են մեզ, մեր հետ կապվում են, դու գնում ես, հա։ Շատ հայտնի project է ինքը այս պահի դրությամբ, բայց անունը չեմ տա։ Մի խոսքով, ինձ գրում են շատ մեծ հաստատությունից Երևանի, կանչում են այնտեղ իրանց ինչ որ միջոցառմանը նվագելու, բաց միջոցառումը մեծ բեմա, ես պետքա նվագեմ, համարը տալիս եմ պրոդյուսերի, որ կապվեն իր հետ, ու ես տենում եմ, որ մի երկու օր հետո իրանք post են անում, որ նվագելու է project-ը, ոչ թե ես։ Ես project-ում եղել եմ 5 ամիս, 5 ամսվա մեջ ինձ գրել է 200 հաճախորդ, ես գնացել եմ event-ի 2 անգամ։ Ոչինչ, լավ։ Եվ այդ 5 ամսվա մեջ ես աշխատել եմ 45,000 դրամ ժողովուրդ։ Իրենք քեզ ուղղակի Ժողովուրդ ջան, դες շատ ժողովուրդ ջան, աշխատել եմ 45,000 դրամ, օգնեկի։ Ես կհնչեցնեի project-ի անունը։ Չէ, DJ-ները կհասկանան, որ project-ն է, որտեղ սա սկանդալային է։ Ինձ թվում է ես էլ եմ հասկացել, որ project-ի մասին է, եթերից դուրս կասեմ, կճշտենք միասին։ Հասմիկ, եւ մեր կարծում եմ ամփոփիչ վերջին հարցը, ըստ քեզ մի օր AI-ը կփոխարինի DJ-ներին թե ոչ։ Իրականում էներգիայով ու մարդկային առումով չէ, որովհետև այն էներգիան, որ տալիս է DJ-ը բեմից, AI-ը չի կարա տա բեմից, այսինքն մենք բեմից պարում ենք, մենք բեմից շարժվում ենք, մենք բեմից eye contact-ի մեջ ենք հյուրերի հետ, այդ AI-ը չի կարանի, բայց մասնագիտական առումով ինքը կարա անի, որովհետև այդ տեխնիկան կարա կրկնի, ոչ մի դժվար բան չկա տեղ, ինքը հիմա էլ է անում այդ։ Գներից խոսենք, Հասմիկ։ Արդարացված են գները։ Հա, ուղղակի ես մի հատ sense շատ վատ բան ունեմ, իմ հաճախորդներն է կփաստեն, ես կին հաճախորդներին չեմ կարում բարձր գին ասեմ, որովհետև չգիտեմ ի չեմ կարում հյուր, որը կանանց մասին ինչ որ դրական է։ Չեմ կարում, չգիտեմ, չեմ կարա բացատրեմ։ Ինչ ֆեմինիզմի յուրահատուկ դրսևորում։ Շատ շնորհակալ ենք մենք։ Սիրելի կանայք, աղջիկներ, բոլորդ օգտվեք այս հնարավորությունից։
Ինչ լավ չի, մարդը լիքը կին հետևորդներ։ Գումար չնշենք, Հասմիկ ես հաջողություն եմ մաղթում քո բավականին պոզիտիվ։ Այո, շատ պատկերացնում եմ արդեն բեմի վրա պուլտով։ Պուլտից լավ ես նայվում։ Վստահ ենք, ինչպես դու նշեցիր։ Նոր արտահայտություն։ Պուլտից լավ ես նայվում։ Օրինակ էկրանից լավ ես նայվում, էկրանից լավ ես նայվում, բեմից լավ ես նայվում, այդ պուլտից լավ ես նայվում։ Ես առնից սովորել եմ այդ կերպարները, ես էլ եմ մեկ կերպարներով գնում։ Եթե թեմատիկա միջոցառում։ Այո, ես տեսել եմ ամանորյա ձեր կերպարը շատ հավանել եմ։ Շնորհակալ ենք զրույցի համար։ Մենք իմիջիալից մեր Հասմիկին ճանապարհում ենք այստեղից մի անգամից միջոցառման։ Հա, կյանքները կինազդու շուտ սկսենք գնամ էլի։ Իսկ դուք միշտ եղեք թեմայի մեջ, ընտրեք լավ երաժշտություն, լսեք լավ երաժշտություն, այն ինչը որ ձեր սրտին մոտ է եւ ձեզ հաճելի է։ Իսկ ինձ հետ գեղեցկուհի Այդան էլ, գեղեցկուհի Հասմիկը եւ ավետը կհանդիպենք։ Ոչ այնքան գեղեցիկ։ Հաջողություն։ Շատ գեղեցիկ։ Շնորհակալ եմ։